Ողջույն, հարուստ հայրիկ, աղքատ հայրիկ, շատերին վստահ եմ գիրքը ծանոթ է, նաև վստահ եմ, որ կարդացողներ եղել են շատ, ինչի համար շատ ուրախ եմ, որովհետև իրոք շատ լավ բան եք կարդացել, վստահ եմ շատ լավ բաներ եք ձեռք բերել, որովհետև գիրքը մանրակրկիտ նկարագրում է հարստանալու միջոցներ, հարստանալու գաղտնիքներ, եւ եթե իրոք մտածում եք ձեր ապագայի մասին, լավ ապագայի մասին մտածում եք, գիրքը անգամ կոպիտ ասած խնձորների օրինակով ձեզ կարող է բացատրել ինչպես հարստանաք։ Բանն այն է, որ Կիոսակին ուներ աղքատ հայր։ Կիոսակին իր ամբողջ մանկությունը անցկացրել է այդ աղքատ հոր մոտ եւ այսինքն ոչ թե աղքատ, այլ որ փող չուներ, այլ աղքատ պատկերացումով, մտածելակերպով, երեխային իր կյանքի ուղին էր ցույց տալիս, ասում էր, որ լավ սովորիր, որպեսզի լավ արտադրամասում աշխատես, իսկ մյուս հայրուստ հայրիկը խորհուրդ էր տալիս լավ սովորել, լավ հասկանալ ամեն ինչ, որպեսզի ունենալ այդ ոչ թե արտադրամասում աշխատել, այլ լինել արտադրամասի տնօրենը, ինչը որ կարծես թե ազդել է Կիոսակիի վրա։ Հարուստ հայրիկը Կիոսակիի օրինական հայրը չէր, այլ իր ընկեր Մայքի հայրը։ Բայց հիմնականում կարծես թե իր հոգեարազատ է համարել իր Մայքի ընկեր հորը, հարուստ հայրիկին։ Գրքի մեջ շատ սիրուն աֆորիզմներ կան, թե փողի մասին, թե երջանիկ ապրելու մասին, մի խոսքով գրքից շատ բան կարող եք քաղել, վստահ եմ, գիրքը շատ մեծ չի, ձանձրալի չի, հաստատ ներկայացնել ձեզ, այս մի նպատակ ունի, ինչքան հնարավոր է շատ ձեզ մոտիվացնել, որպեսզի կարդաք, որովհետև բնականաբար ամեն մի մեծ գաղտնիքի մեջ թաքնված է կարդալը, նաև հարստանալու միջոց է կարդալը, եթե ճիշտ եք կարդում։ Աֆորիզմներ կան, որ կարելի է վերցնել, օգտագործել կյանքում, ինչպես ես եմ անում, այդպես։ Այսքան